Միացյալ Նահանգներում իր աշխատանքն է սկսում Մերձավոր Արևելքում քրիստոնյաների պաշտպանությանն ու ցեղասպանությունների կանխարգելմանը նվիրված համաժողովը, որի կազմակերպիչների թվում են Ամերիկայի Հայդատի հանձնախումբը եւ ի պաշտպանություն քրիստոնյաների Վաշինգտոնյան կազմակերպությունը։ Համաժողովն իր աշխատանքները սկսեց միասնության աղոթքով, որում մասնակցում էին հայ առաքելական, կաթողիկ, արևելյան, ավետարանական եւ բողոքական եկեղեցիների ներկայացուցիչները։ Երրորդյա համաժողովն անցնելու է Կապիտոլիումում եւ դրա աշխատանքներում գիտնականներից եւ համայնքային առաջնորդներից բացի մասնակցելու են նաեւ ԱՄՆ-ի մի շարք սենատորներ եւ կոնգրեսականներ։ Համաժողովի ընթացքում նախատեսվում է քննարկել Մերձավոր Արևելքում քրիստոնյա համայնքների պաշտպանության եւ պահպանության հեռանկարները։ Միջազգային կրոնական ազատության ԱՄՆ-ի հանձնաժողովի ղեկավար Կատրինա Լանտոս Սվիթի խոսքով այժմ վտանգված է Իրաքի եւ Սիրիայի քրիստոնյա համայնքների բուն գոյությունը։ Որպես քրիստոնյա համայնքների պահպանման հնարավոր տարբերակ, համաժողովի մասնակիցներն առաջարկում են Իրաքի տարածքում քրիստոնյա համայնքներին ինքնավարություն շնորհել, որի կազմում նրանք հնարավորություն կունենան պաշտպանվելու եւ որտեղ հնարավոր կլինի ուղղել տարածաշրջանի քրիստոնյաներին հատկացվող միջազգային օգնությունը։ Համաժողովի կազմակերպիչներից մեկի Ֆիլոս նախագծի տնօրեն Ռոբերտ Նիքլսոնի կարծիքով, որպես Դաեշի ահաբեկիչների կողմից ցեղասպանության ենթարկված մարդիկ, Իրաքի քրիստոնյաներն ունեն ինքնավարություն ստանալու առաջնահերթ իրավունք։ Մեկ այլ հայոց ցեղասպանության մասին հիշատակեց իր ելույթում ի պաշտպանություն քրիստոնյաների կազմակերպության համահիմնադիր Էնդրու Դորանը։ Եթե այդ ցեղասպանությունը ճանաչեին, հետագա ցեղասպանություններից գուցե խուսափեինք։ Մենք պետք է հիշենք հայերին ոչ միայն այն բանի համար, որ նրանք տարածաշրջանի համայնքի մասն են, այլ որովհետև նրանք օրինակ են ծառայում որպես մի ժողովուրդ, որը վերապրեց ցեղասպանությունը, մի ժողովուրդ, որը կարողացավ պահպանվել։ Համաժողովի կազմակերպիչներից մեկի Վաշինգտոնի Հայդատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի կարծիքով հայոց ցեղասպանության ճանաչումը պետության պարտքն է։ Ամերիկայի Հայդատի հանձնախումբն ու ի պաշտպանություն քրիստոնյաների կազմակերպությունը Ամերիկային ճիշտ ուղղությամբ են տանում, առաջարկելով չփորձել թյուր ընտրություն կատարել արժեքների եւ շահերի միջև, այլ առաջնորդվել ժողովրդավարության եւ մարդու իրավունքների արժեքներով, դրանով իսկ ծառայելով երկրի բարձրագույն շահերին։ Արման Թարջիմանյան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոն։